Փելով այս պահի դրությամբ, այս գործով ինչ ունենք եւ ինչ սպասելի վերջո հաշվի առնելով, որ տեսանք ինչ որ դրվագով արդեն ծիծաղելի եզրահանգումներ են լինում, իրեղեն ապացույց է կորչել կամ գուցե եւ չի էլ եղել։ Դե եզրահանգումն էր, որ այդ ծիծաղելի երևույթները ջրի երես դուրս եկան, բոլորն իմացան, որ քննչական մարմնից փաստորեն հնարավոր է կորի իրեղեն ապացույց։ Ես չգիտեմ, դրանից այս գործով ամեն ինչն է այդ նույն զավեշտի մեջ։ Սկսած այդ ցուցմունքներից, որ տվել են, սկսած իբր գործ եղած ապացույցներից, որոնք որ հետեւյալ բնույթ ունեն, հա։ Վստահ չեմ, բայց հնարավոր է ինքը արած լինի։ Այս ամբողջ ապացույցում բազա։ Ես անկեղծ գնամ տեղյակ չէի, բայց գիտեի, որ այո, տնամիջոցը Պարոն, այս քրեակամարույցի 2018-ն է, չէ՞ նախաձեռնվել։ Եվ այդ ժամանակ իրեղեն ապացույցի մասին ինչ Սրբազանը, որ վկայի կարգավիճակով հրավիրվել է հարցաքննության, հետո պաշտվել է այդ գործը, իրեղեն ապացույցի մասին ինչ է այդ եղել այն ժամանակ ինչ քաշով է եղել։ Ըստ նյութերի մարկա տվյալների, մասնավորապես եզրակացության համաձայն, ինչ որ մի քաշով 1.4 գրամ քաշով իբր ինչ որ տնամիջոց է եղել, չէ, տնամիջոց է եղել, որը ենթարկվել է փորձաքննության, բայց դա եղել է թե չի եղել, որը օրինակ լուսանկարը չկա փորձաքննության եզրակացության մեջ։ Դա արդյոք այն տնամիջոցն է, որը հայտնաբերվել է հենց այն վայրում, որը որ գրվում է, դրա մասին որևէ տվյալ օրինագործություններից չի երևում։ Այն ինչ որ ասեք 18 թվականին հաստատված է։ Պարոն Սարգսյան, այսինքն դրանք զուտ ենթադրություններ են, որ հիմա պետք է նյութերին ծանոթանանք եւ ապացույցների հետազոտման փուլում հասկանանք դրանք գոյություն ունեցել են թե չէ։ Եվ այս պայմաններում, երբ որ չկա այդ տնամիջոցը, մեր համար դժվարանում է հետազոտել։ Եվ բավարարի Պարոն Սարգսյան, անդրադառնալով այս նմանատիպ գործերին, տեսնենք դուք առաջի գործով չի հոգևորականի, որ ներգրաված եք փաստաբանական խմբում, հանգուցալուծումը ինչպես եք տեսնում շարունակվող այսպես կոչված իրավական գործընթացների։ Կոնկրետ այս գործի մասին խոսքը։ Նախ այս գործի մասին խոսենք, որ այս գործը սկզբանե պետքա դադարեցվի քրեական հետապնդումը, մի քանի հիմքեր ունենք, դրանք չենք բացահայտի, հաջորդ փուլերում նաև կներկայացնենք, բայց այն որ իրեղեն ապացույցը չկա, սա արդեն իսկական հայտորեն այս քրեական գործի վաղճանը տրամաբանական առումով ցույց է տալիս արդարացումը, եւ այդ առումով մենք մանրամասն փաստարկներ կներկայացնենք, որովհետեւ այս բանելը մեծ հարց է, ընդհանրապես տնամիջոց, որպես այդպեսին եղել է, թե չի եղել։ Այսինքն հենց չի կներեք ընդհատում եմ, էլի այն որ հայտարարվեց, որ չկա անհետացել է, արդյոք հիմք չէ մտածելու, կարծելու, որ չի եղել։ Մեծ հիմք է կարծելու, որ չի եղել, եւ այդ տրամաբանությամբ գուցե կասկածում էին եւ կարծում էին, որ մենք կրկնակի փորձաքննություն կմիջնորդենք եւ կպարզվի, որ այդպես չի, իսկ թե ժամանակին ով ինչ է գրել, ոնց արել, մենք դրան որևէ մասնակից չենք եղել, հետեւաբար մեր իրավունքները այս առումով բացարձակապես պահպանված չի եղել։ Ես մի հավելում անեմ ներողություն Ջորջը, մի կարևոր հանգամանք պիտի խնդրում ուշադիր եղել։ Մեծ հաշվով մեզ էական չի տնամիջոցը եղել է թե չի եղել։ Մեր պնդումն է, որ Արշակ Սրբազանի վերագրվող գործողությունները իր կողմից չի կատարվել։ Հիմա այնտեղ տնամիջոց եղել է թե չի եղել, դա զուտ իրավաբանական, մասնագիտական մեր քննարկման հարցն է, որ այո դուք դատական լիստերի ընթացքում ականատես կլինեք դրա շուրջ նաև պարոն Սարգսյանի կողմից մատնանշած հանգամանքների, բայց վերջնական առումով մեզ հետաքրքիր չի տնամիջոցը եղել է թե չէ, որովհետև Արշակ Սրբազանի վերագրվող գործողությունները ինքը չի արել։ Բայց այնուամենայնիվ պարոն Բաբայան, դա խոսքը քննչական կոմիտեի անփութության։ Թող դա քննչական կոմիտեի նախագահը մտածի։ Պարոն Հաշեն, հավելելու բան ունեք, դուք այս գործով ինչ սպասել։ Չէ, համամիտ եմ գոլեգաներից հետ, իրավունքի եւ օրենքի տեսանկյունից վստահաբար կարող եմ ասել, որ արդար դատաքննության պարագայում, որի ակնկալիքը ունենք, Արշակ Սրբազանը արդարացվելու է, ինչպես նաև մյուս սրբազաններն են արդարացվելու, որովհետև այս ամենը դա հետևանք է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարի եւ սա տարբեր քրեական շինծ ու գործեր են, որոնց նպատակը հենց եկեղեցուն նկատմամբ իրականացվող այդ ճնշումները շարունակելու։ Բայց ստացվում է առանց իրեղեն ապացույցի այդքան ժամանակ իրավապահումը միջոցը կալանք էր։ Ստացվում։ Ճիշտ է։ Սա էլ է իրավունքների, Գիտեք, ամենայն դեպս վստահաբար կարող եմ ասել, որ անաչառ դիտորդի մոտ
այսօր էլ ավելի կասկածներ առաջացան, որ այս գործը շինծու է, որ նույնիսկ թմրադեղը, որը իբր եղել է, չկա գործում։ Դատավորը գլուխը ազատեց այսպես գործից, թե պարզապես բարեխիղճ դատավորը։ Դուք ասեցիք, ես չգիտեմ։ Բարեխիղճ։ Բաբոն հաջորդն էլ նմանատիպ կարգավիճակ ունենա։ Ինչու մկրակն անգել է, Չէր ուզում քննել, թե իսկապես Սենց ասեմ ձեզ, արդար որոշում էր, իսկ հետևություններ ամեն մեկս կարանք մեր համար անենք, թե մոտիվացիան որն է, բայց ակնկալում է, որ մոտիվացիան պետք է լինի օրենքի իրավունքի գերակայություն։ Հաջորդ դատականիստը ո՞նց է որոշվել եւ պետք է։ Արդեն կմակագրվի այլ դատավորի, դրանից հետո մենք կստանանք որոշում, կտեղեկանանք, նաև հանրությանը կտեղեկացնենք։ Կարծում եմ եկող շաբաթ արդեն կիմանանք։ Կարող է դատավորը լավ էլ օբյեկտիվ որոշում էր կայացնում։ Հետո իրենք բողոք կներկայացնեն, այդ դատականանքը կբեկանվի։ Միգոնե ասում ես լինել Մենք կարողաներով չենք առաջնորդվում, մենք առաջնորդվում ենք օբյեկտիվությամբ եւ արդար միջնորդություններ ենք անում, հիմնավոր միջնորդություններ, որը գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը կա։ Շնորհակալություն։